Հելոբիթը ի սկզբանե եղել է ներդրումային հարթակ։ Իբրև թե գումարներ են այնտեղ ներդնում, որ պետք է կրկնապատկվի մեկ ամսվա ընթացքում եւ մեկ ամիս հետո կրկնապատկվելուց հետո միայն հնարավոր է իրենց այդ on-line էլեկտրոնային դրամապանակի մեջի եղած ողջ գումարը կարողանան կանխիկացնել քաղաքացիները։ Ի սկզբանե որոշ քաղաքացիներ կրկնապատկվում է գումարը եւ կարողանում են կանխիկացնել։ Եվ մարդիկ արդեն իրանց ընտանիքի անդամներին, իրենց ընկերներին, իրենց բարեկամներին, ում ուզում են եկամտաբեր աշխատանքի տեղավորել, որովհետև սա իրանից ենթադրել է նաև աշխատանք, ներգրավել են այս ցանցում եւ այս ցանցը արդեն ունեցել է բրգային կառուցվածք, մինչդեռ ինքը ներդրումային կիբերհանցագործություն է, որովհետեւ յուրաքանչյուր քաղաքացի այդ հարթակում ներգրավելով օրվա մեջ հստակ ժամերի ստացել են ինչ-որ կոդեր, ինչ-որ հաղորդագրություններ, որ օրվա մեջ նշված ժամերին պետք է իրանք on-line լինեն հարթակում եւ այս կոդերը հավաքեն ինչ-որ դաշտի մեջ։ Կոդերը ինչ-որ դաշտի մեջ հավաքելուց ինչ-որ տոկոսներ, ինչ-որ եկամուտներ ավելացել եւ եթե քաղաքացին կարողացել է հրավիրի նաեւ իր ընտանիքի անդամին, խնամուն, ծանոթին, եղբորը, բարեկամին, այդ կոդերը հավաքելուց հետո տոկոսները ավելի են մեծացել։ Դրա համար ինքը ունեցել է բրգային կառուցվածք, բայց ինքը սովորական եւ ստանդարտ կիբերհանցագործություն է եւ ներդրումային խարդախություն է։ Այո, ես արդեն ասացի, ի սկզբանե քաղաքացիները կարողացել են կանխիկացնել գրեթե կրկնակի եւ ավելի գումարներ։ Ոնց կանգնեմ առաջ։ Ի սկզբանե քաղաքացիները դրել են, ասենք, $1000, ամսվա վերջում ստացել են $2000։ Սա հանցագործությունը այդպես է նախագծված եղել, ինչի համար, որ այդ քաղաքացու մոտ առաջանա վստահություն, որ կարողանա իր կնոջը կամ ամուսնուն, որդուն, եղբորը, որ կարողանա համոզել եւ հիմնավորել, որ սա վստահելի հարթակ է, այ տեսեք, ես դրեցի $1000 եւ ստացա $2000, հետո դրանից հետո դրեցի $2000 եւ ստացա $4000, բայց դրանով պայմանավորված այս քաղաքացին արդեն 20-30 իր ազգականների, իր մերձավորներին ներգրավում է այդ հարթակի մեջ, իսկ այդ 20-30-ը դնելով գումարներ կորցնում են ամեն ինչ։ Եվ ստեղծվում է մի իրավիճակ, որ այսօր ոստիկանությունը նույնիսկ դա օգտագործում է, հա, ասելով, որ եթե ձեր ընտանիքի անդամներ կամ ձեր բարեկամներ ձեզ ներգրավել այդ ծուղակի մեջ, գուցե դուք բողոքեք եւ գուցե ինքն էլ մեղադրվի, սակայն ինքը այստեղ չարամտություն չի ունեցել եւ չի կարող մեղադրվել եւ սա ոստիկանության կողմից մասնագիտական մոտեցում չի, առնվազն։ Սրանով պայմանավորված բողոքները չափից շատ քիչ են, բայց մենք հանրային վերահսկողություն հասարակական կազմակերպությունը քաղաքացիներին տրամադրելու աջակցություն, օգնելու է դիմումների բողոքների պատրաստման հարցում եւ բոլոր իմաստով այո պետքա քրեական գործը նախաձեռնվի, որովհետեւ մենք չգիտենք այդ հազարավոր մարդկանցից որ մեկի միջոցով կբացահայտվի հանցագործությունը, մինչդեռ իլուց ներքին գործերի նախարարությանը ասեմ, որ քննչական կոմիտեի օրենսդրական պարտականությունն է բացահայտել հանցագործությունը։